Ողջույն Civilnet-ի հարգելի դիտողներ, առաջիկա րոպեներին զրուցելու եմ էներգակնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն էներգետիկ փորձագետ Աստղինե Պասոյանի հետ։ Ողջույն Աստղինե։ Էներգետիկ անվտանգությունից ենք խոսելու, ռուսական սահմանափակումների ֆոնին այս թեման ավելի քան օրակարգային է այսօր։ Կուզեի սկսել նախ հասարակ բառերով, ինչ է էներգետիկ անվտանգությունը նշանակում սովորական քաղաքացիների համար եւ մեզ ինչու առհասարակ պետք է հուզի, թե Հայաստանը որքանով է կախված օրինակ ներմուծող գազից ու էներգակիրներից։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Երկրորդը ես երևի թե Հայաստանը այն հազվագյուտ երկրներից է, որտեղ շարքային քաղաքացիներին հեշտ է բացատրել էներգետիկ անվտանգությունը, որտեղ մենք հիշում ենք 90-ականների էներգետիկ ճգնաժամը։ Եվ այդ հիշողությունը պիտի թելադրի, թե ինչպիսին են այն սցենարները, որոնք զարգանում են նման իրավիճակներում։ Այսինքն էներգետիկ անվտանգությունը շարքային քաղաքացու համար նշանակում է ունենալ էլեկտրաէներգիայի հուսալի մատակարարում, ունենալ գազի հուսալի մատակարարում, որտեղ դե 93% այսօր գազի միացված է, ջեռուցման համակարգերը կառուցված են, որ գազով աշխատեն, եւ էլեկտրաէներգիա ունեն բոլորը։ Այսինքն մեր համար էլեկտրաէներգիայի մասով վտանգ է ներկայացնում գազի մատակարարումը, ռիսկայնությունը, այն մասով, որ 1/3-ը մեր էլեկտրաէներգիա արտադրում է գազ այրելով, հա։ Այսինքն մյուս 2/3-ը դա մեր ատոմակայանն է, որը նույնպես ստանում է միջուկային վառելիք Ռուսաստանից, եւ մյուս 1/3-ը դա մեր իսկ հիդրոէներգետիկան է, որով անկախության խնդիր չունենք։ Մենք ամբողջությամբ ապահով ենք, դա արտադրվում է մեր հիդրոէլեկտրակայանները, Որոտանի եւ Սևան Հրազդանի կասկադները եւ 187 կամ մոտ այդքան, մոտ 190 փոքր հեկերից, հա։ Այսինքն 1/3-ի մասով մենք ունենք ապահովվածություն, հա, բայց հիդրոէներգետիկան ունի սեզոնայնություն, այսինքն դա չի նշանակում, որ շարքային քաղաքացու համար սա նշանակում է, որ 1/3, այսինքն եթե պայմանական վերցնենք 24 ժամ, 8 ժամը օրվա ընթացքում պարտադիր կլինի էլեկտրաէներգիա։ Ոչ, որտեղ հեկերը ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրում են գարնանը ձնհալքի ժամանակ, իսկ ամռանը, երբ որ տեղումներ չկա ու գետերը ցամաքած են, էլեկտրաէներգիա ավելի քիչ է արտադրում։ Հիմա գանք միջուկայինին, հա, մյուս 1/3-ը։ Այդտեղ արդեն եթե մենք ունենանք ստաբիլ պայմանագրեր մատակարարման, միջուկայինը միշտ կարող է լինել հուսալի բացառությամբ այն ժամանակի, որ ինքը կանգնում է վերալիցքավորման տարեկան, ինչ-որ կոնկրետ ժամանակաշրջան 1.5-3 ամիս կարող է կանգնել ատոմակայանը։ Իհարկե ամենախոցելին մնում է գազով արտադրվող էլեկտրաէներգիան, որը մյուս 1/3-ն է, դա Երևանի եւ Հրազդանի ճեկերն են, ջերմաէլեկտրակայաններն են, եւ իհարկե արդեն բուն գազը ջեռուցման նպատակով, քանի որ ինքը կազմում է բնակչության հիմնական ջեռուցման վառելիքը, եւ ավելին էլ երկրի կտրվածքով որ նայում ենք, ստացվում է, որ մեծամասնությունը այրվող գազի դա բնակչության կողմից սպառվող գազն է։ Մոտ 26-27% օգտագործվում է ջեռուցման համար, մնացածը միջնորդավորված էլեկտրաէներգիայի տեսքով եւ տրանսպորտի, այսինքն բնակչությունը նաեւ ձեռքաբերում հեղուկ եւ սեղմված գազ իրենց մեքենաների համար էլի շուրջ 72-73%-ը գազով են մեքենաները աշխատում, հենց որ այդ գազի բաղադրիչը ոնց որ անմիջական խոցելիություն ունի, իսկ միջուկայինը միջնորդավորված ըստ վառելիքի մատակարարման ցիկլերի։ Ինչու է Ռուսաստանի գազը շարունակում մնալ Հայաստանի էներգահամակարգի առանցքը եւ ինչ կպատահի օրինակ մեր երկրի կյանքին առհասարակ ու տնտեսության, եթե դրա գինը կտրուկ բարձրանա կամ առհասարակ մատակարարումը օրինակ մի օր դադարի։ Որպեսզի գազը լինի մեր տնտեսության առանցքային հենասյուներից մեկը, դրա ուղղությամբ տասնամյակներ շարունակ աշխատանք է տարվել հատուկ։ Նախ եւ առաջ, ինչպես շատերը գիտեն, Ռուսաստանը մեզ այսպես կոչված որպես ռազմավարական գործընկեր տալիս է դեռևս, հա, միշտ էլ պայմանագրերի մեջ էլ նշվել է, որ դա ռազմավարական գործընկերներին տրվող գին է գազի, որը 3-ից հիմա արդեն ասենք եվրոպական որոշ երկրների հետ համեմատես 4 անգամ համարյա ավելի էժան է, քան թե այն գինը, որով ձեռք են բերում այլ երկրներ։ Նենց որ այդ էժանությունն է, որ դարձրել է գազը մրցունակ այլընտրանք թե տրանսպորտի տեսանկյունից, այսինքն գազով մեքենա քշելը ոչ թե մեր մարդիկ դա անում են, որտեղ դա ավելի մաքուր վառելիք է, էներգարծություն եւ ոչ, էժան է վերջ, հա, 25-ից մինչեւ 40%-ով ավելի էժան է նստում, քան թե սովորական բենզինով աշխատող այդ նույն ներքին շարժման այրիչով, ներքին այրման շարժիչով մեքենաներ։ Երկրորդ բաղադրիչը դա նա է, որ մեր տնտեսությունը երկար ժամանակ հիմնված լինելով կենտրոնացած ջեռուցման վրա, որ հետո փլուզվեց 90-ականներին, միակ ոնց որ սպոնտան տարերային
լոկալ, հա, ամեն տան համար առանձին լուծում տալ հնարավորություն ունեցող բանը, որը չէր բերում ենթակայանների պայթելուն։ Էլի եթե 90-ականների հիշենք, երբ որ բոլորի ջեռուցումը անջատվեց, սկսեցինք էլեկտրական ջեռուցիչներ դնել, էներգահամակարգը չէր դիմանում, էլեկտրաէներգիա ենթակայանները անդադ վթարներ են ունենում, ու մենք ունենում ենք ավելի երկար, ոնց որ առանց հոսանք մնալու խնդիր։ Շատ սպոնտանտ զարգացավ ապակենտրոնացված ջեռուցումը եւ այդ վառելիքը գազն էլ դարձավ դրա միակ ոնց որ սնուցող վառելիքը։ Եվ այդպես մարզերում էլ մինչև ամենասահմանամերձ գյուղեր, որտեղ եթե կա գազ, եթե ոչ առաջնային, ապա գոնե երկրորդ ջեռուցման տարբերակ դա գազն է։ Այսինքն եթե ունեն վառելափայտի հասանելիություն, պարտադիր չի որ կայուն կամ անկայուն կապ չունի այդ փայտը որտեղից է գալիս, եթե մարդիկ ընտրել են որ վառելափայտ են վառելու, միևնույնն է գազը օգտագործումը որպես տարբերակներից մեկը ըստ հասանելիության, ֆինանսական հասանելիության, հա, որտեղ գազը ավելի թանկական վառելափայտը, ասենք կոմֆորտի համար, գոնե մի քիչ, ասենք գոնե ննջարանը, խոհանոցը եւ այլն, բայց միևնույնն է, դա կենտրոնական միտեղ այդ վառելափայտի վառարանը դրված է եւ ինքը աշխատում է, օգնում է, որ գազ քիչ ծախսեն։ Այդպես է ստացվում, որ ամբողջ տնտեսությունը դրա վրա է խարսխված։ Հիմա եթե մենք նայենք բնակչությունից մի փոքր դուրս գաք, ոնց է բնակչություն տրանսպորտ նշեցի, արդյունաբերությունը ինչ է, ստացվել է լինենց, որ տնտեսությունը լայն առումով դադարել է դառնալ լինել ծանր արդյունաբերական մեր տնտեսություն, հա, ավելի թեթև արդյունաբերություն։ Ինչ գործարան մտնում ենք, հիմնական ինչա պահածոներ, կատնամթերք, ինչ որ հյութեր, ինչ որ հատկապես ջրեր, ինչ որ sense բաներ, հա։ Ինչքան գործարան ենք նայում, հիմնականում իրանց օգտագործած վառելիքի 60% էլի նույն տարածքների ջեռուցման համար է, ինչ որ տներում։ Այսինքն եթե արդյունաբերական ծանր ձեռնարկություններում գազը օգտագործվում օրինակ որ հալեցվի մետաղ կամ սառեցվի ինչ որ բաներ, հա, դա մենք լայն առումով չունենք։ Այսինքն ստացվում որ ընդհանուր ամբողջ գազի օգտագործումը լայն առումով ջեռուցման համար է օգտագործվում եւ տաքջրի պատրաստման։ Եվ այդ process-ները այսօր շատ քչերն են փոխել այլընտրանքի։ Այլընտրանք ասելով դեռևս 2021 թվին մշակված մեր էներգետիկ ռազմավարությունը խրախուսում է եւ պետության արչեւ դնում են խնդիր փորձել մաքսիմալ անցում կատարել թե տրանսպորտում եւ թե ջեռուցման ոլորտում էլեկտրականությանը։ Դա իրականում երկու գերնպատակ ունի։ Մեկը դա իհարկե էլեկտրաէներգիայի մեր մոտ արտանետումները կարող են ավելի ցածր լինել, Հայաստանը կլիմայի փոփոխության տեսանկյունից ունի ստանձնած մեծ պարտավորություններ եւ ոնց որ արտանետման հետագծի տեսանկյունից էլեկտրական թե ջեռուցումը եւ թե տրանսպորտը ավելի քիչ արտանետում ունի։ Բայց ջեռուցման տեսանկյունից էլ եթե մենք որպես պետություն թե հանրային շենքերում, թե բնակելի շենքերում, թե նույնիսկ արտադրական արդյունաբերական շենքերում, եթե կարողանանք անցում կատարենք էլեկտրական ջեռուցմանը, ապա մեր այդ խոցելիությունը եւ կախվածությունն ներմուծվող գազից բավական կմեղմեր։ Ցավոք սրտի դա անել հանուն ինչ որ ռազմավարական նպատակի շատ դժվար է, երբ որ թվաբանությունը դա չի սատարում։ Թվաբանության առումով էլեկտրական ջեռուցումը շարունակում է մնալ ավելի թանկ, քան գազով ջեռուցումը։ Բացառությամբ դեպքերի, երբ որ մարդիկ ունեն սեփական արևային համակարգեր եւ այդ էլեկտրաէներգիան փաստացի ջրի։ Ռուսական գազի այլընտրանք հաճախ իրանական տարբերակն է քննարկվում, իրական որքանով է սա իրատեսական եւ տեխնիկական առումով այդ խողովակաշարերի հզորության եւ գնի առումով ու նաեւ Իրանում գազի պաշարների հասանելիության առումով։ Եկեք հրապարակված, հա, փաստերով խոսենք։ Այսօր Հայաստան 12-ից 13%-ն է մոտ գործող գազի գալիս Իրանից եւ շատ ճիշտ է դրա պատճառն էլ հենց խողովակաշարի տրամագծի սահմանափակումն է։ Ավել գալու հնարավորություն շատ ավելի փոքր է եւ նրանք ովքեր կհիշեն այդ դիվանագիտությունը իրանական գազի շուրջ կարող են վերհիշել որ դա այդ եւ խողովակաշարի դիամետրը եւ գազի ներմուծվող քանակությունը եղել է ուղիղ ազդեցությամբ ռուսական կողմի։ Այսինքն եղել է ուժեղ ճնշում, որ հանկարծ իրանական գազը շատ մեծ հանկարծակի դեր չսկսի խաղալ հայկական գազի շուկայում։
դա միայն դիվանագիտություն չի, դա դրված է պայմանագրի մեջ եւս, ռուսական կողմի հետ գազի մատակարարման պայմանագիրը, նշված գինը, ֆիքսված գինը կապված է սպառվող գազի ծավալի հետ։ Եվ կա հոդված, որ նշում է, որ եթե ծավալը իջնի կոնկրետ գծից ներքև, ապա մատակարարող կողմը իրավունք է վերապահում սակագինը բարձրացնել մինչև եվրոպական մակարդակ։ Այսինքն մենք պիտի հիշենք նաև, որ ընդհանուր մինչև էներգոարդյունավետության շնորհիվ կամ այլընտրանքի շնորհիվ, եթե մեր գազի սպառումը, ռուսական գազի սպառումը նվազում է, հաջորդ տրամաբանական քայլը գազի գնի բարձրացումն է։ Եվ դա տեսականորեն պետք չի դիտարկել որպես ինչ-որ անպայման զավեշ տալի ինչ-որ բան կամ ինչ-որ դավադրություն, ոչ, ցանկացած շուկայում մանրածախ, ինչքան շատ եք սպառում, այնքան գինի գնում է, զեղչվում է։ Եվ եթե մենք դիտարկում ենք մատակարարին, որը Հայաստանը որպես դիտարկում մեկ շուկա, որը սպառում է X քանակությամբ խորանարդ մետրեր այդ գազից, եթե սպառումը կտրուկ նվազի, անհրաժեշտություն է առաջանալու գինը բարձրացնել եւ դա կրկնում սահմանված է պայմանագրով։ Իրանական գազը, ինչպես նշեցի, կազմում է 12-ից 13%։ Արդարության համար պետք է նշել, որ իրանական գազի կալորիականությունը ավելի ցածր է, այսինքն եթե մենք խոսում ենք խորանարդ մետրերի մասին, ռուսական գազի կալորիականությունը կազմում է մոտ 8200-ից 8400 կիլոկալորիա, իսկ իրանական 7900։ Այստեղ մենք դա էլ կարևոր է նկատի ունենալ, որ զուտ խորանարդ մետրը համադրելը մենք կարող ենք այդտեղ բավական 5%-ի տատան ունենալ։ Երրորդը Իրանի մասին հրապարակված տվյալներով Իրանը աշխարհի կարծում 4-րդ երկիրն է գազի պաշարների, բայց իրանագետները պատմում են նաև մասնագետները, ովքեր գիտեն Իրանի էներգետիկ շուկան, այն որ Իրանում ներքին գազի թե մշակումը, թե տեղափոխումը, թե սպառումը շատ անարդյունավետ է կազմակերպված եւ կան որոշակի հաշվարկներ, որ այս անխնա եւ անարդյունավետ օգտագործման պարագայում Իրանի գազի պաշարները կարող են 40 տարվա ընթացքում ավարտվել, որ նշանակում է, որ նաեւ արտահանման հնարավորություններն էլ անսահմանափակ չեն։ Իդեպ նույնը Ռուսաստանի մասին է, որ Ռուսաստանի ներքին շուկայի գազի սպառումը այնքան անարդյունավետ է եւ այնքան էժան է, որ Ռուսաստանը ինքը ներքին շուկայում վատնում է գազը շատ արագ տեմպերով եւ ասկնահատված էր, որ մինչեւ մոտ 2070-75 թիվ այդ զուտ էլի ներքին ռուսական հետազոտություններն են, համայն դեպս բացահայտված եւ քարտեզագրված ռեսուրսների պահով ուշ թե շուտ այդ ռեսուրսը պիտի սպառվի։ Անկախ նրանից որ երկրի մասին ենք խոսում, դա հանածով առելիք է, սահմանափակ է եւ չի վերարտադրվում, չի լրացվում այդ պաշարները։ Դրա համար դա մեր համար էլ ուղենիշ պետք է լինի, որովհետեւ իրականում մենք կապում ենք մեր ճակատագիրը մի ռեսուրսի հետ, որը անսպառ չի։ Եթե խոսենք ատոմային էներգիայի մասին, վերջին շրջանում շատ է քննարկվում այդ մոդուլային կամ փոքր հզորության ատոմակայան ունենալու տարբերակը, սա ինչով է տարբերվում սովորական ատոմակայանից եւ ինչու են որոշ մասնագետներ շատ վերապահումով վերաբերվում այս տեխնոլոգիային։ Մոդուլային ռեակտորները հարմար են, ունեն առավելություններ եւ թերություններ։ Առավելությունը այն է, որ նրանք կարող են սկսել ընդհանուր մինչեւ 15 մեգավատ։ Եկեք էլի հաշվի առնելով, որ լսարանը մասնագիտական չի, համեմատության համար վերհիշում ենք Մեծամորի մեր ատոմակայան այսօր ունի 400 մեգավատանոց ռեակտոր, ռուսական VVR ռեակտորն է, եւ դա համարվում է իմիջիայլոց հիմա այդ մասշտաբի ռեակտորներ սերիական արտադրության մեջ չկան, դա էլ է համարվում բավական փոքր, բայց այնուամենայնիվ, եթե Հայաստանը այսօր ուզենար նույնպիսի ռեակտոր դնել, օրինակ ռուսական VVR-ի տեսակի, 400 հասանելի չէ այլևս։ Դա էլ ժամանակին հատուկ պատվեր է եղել, այլ կլինի ենթադրենք 1000 մեգավատանոց։ Իսկ եթե մենք 2.5 անգամ ավելի մեծ ռեակտոր հիմա տեղադրենք փոխարինելով Մեծամորի հիմիկվա կայանքը, մենք կունենանք գերարտադրություն, որի սպառումը երկրում չեն կարողանա ապահովել, որտեղ Հայաստանը այսօր արդեն տնտեսության բավական ֆիքսված աճի պայմաններում էլեկտրաէներգիայի դեն շեշտակի սպառման աճ չունի։ Եթե նայենք դրա համար մեզ փոքր են, երբ որ կգա Մեծամորը փոխարինելու ժամանակը 2036-2040 թվականների շրջակայքում, իրոք մեր համար տրամաբանական է ունենալ հնարավորինս փոքր ռեակտոր։
այդ սկսենք այդտեղից։ Եթե լինի նույն 400 մեգավատը կլիներ հրաշալի, բայց կրկնում եմ, այսօր դա սերիական արտադրության մեջ չկա։ Այստեղ խոսակցությունն է սկսվում արդեն ապա որոնք են ավելի փոքր այլընտրանքները։ Հիմա աշխարհը շատ է իրոք խոսում SMR-ների համար, փոքր եւ միկրո ռեակտորները, small micro reactors, հա, փոքր եւ միկրո ռեակտորների մասին, որոնք կարող են սկսել 15-30 մեգավատից եւ ընդհանուր մինչեւ 150, նույնիսկ 300, լայն առումով մեծամորն էլ հիմա այդ բանին բավական մոտիկ է։ Դրանց լավը ինչու՞մն է։ Նախ իրանց կարելի է բաշխել, տեղաբաշխել, հա։ Ինչ մասին է խոսքը։ Խորհրդային միության էներգետիկ տրամաբանությունը շատ կենտրոնացված էր։ Այսինքն ունենում էին մի քանի գիգանտ sense կայան, ոնց որ մենք ունենք Երևան հրազդան, ու ամբողջ Հայաստանով sense բարձրորդ էլեկտրացանցերով էլեկտրաէներգիան մղվում է եւ այլն։ Բնականաբար ճանապարհին ունենում ենք 8-ից 12% կորուստներ, որտեղ այդ ենթակառուցվածքն էլ ինքը անկուրուս չի։ Փոքր ռեակտորների առավելությունն է այն է, որ դու կարող ես արտադրությունը տանես սպառողներին ավելի մոտիկ, որովհետև նախ իրանք կարող են մատակարարել փոքր համայնքներ, հա, ենթադրենք 10, 20, 30 հազար բնակչությամբ համայնք ունեն առանձին էներգակայանք։ Երկրորդը դա կնվազեցնի համակարգի տեղաբաշխման փոխանցման կորուստները։ Իրենք ավելի փոքր են նաև վտանգի տեսանկյունից, հա, ոնց է, դե գիտեք, Չեռնոբիլ լսած բնակչությունը կհասկանա, Ֆուկուշիմա եւ այլն, խոշոր միջուկային ռեակտորների հետ միշտ կապված կլինի խոշոր միջուկային պատահարների վտանգի այդ ահը, որը շատ փոքր է հավանականության տեսությամբ, ինքն այնքան չնչին է, որ ավելի մեծ հավանականություն է ավտովթարից մահանալու, հատկապես հիմիկ վաղ անվտանգության կանոնները շատ ավելի խստացվել են Ֆուկուշիմայից հետո, եւ պրոֆեսիոնալ էներգետիկները, ոնց ես չեմ, ես տնտեսագետ եմ, պրոֆեսիոնալ էներգետիկները ծիծաղելի են համարում ատոմային էներգետիկային վախով վերաբերվելու, որտեղ ինքը ամենահուսալի տեխնոլոգիաներից մեկն է այսօր։ Նենց որ փոքրերի առավելությունն է իրանց մոդուլ ունենալ, այսինքն կարող ես մի 400-ի փոխարեն, հա, ունենալ մի քանի փոքրիկ, օրինակ 15, 30, 50 մեգավատանոց կամ նույնիսկ մի տեղ հավաքել, դու զգալ չի բառ, մի հատ էլ փոքրիկ ավելացնես, հետս հետ է։ Հա, դա ոնց որ նաև ներդրումի տեսանկյունից ճկունություն է տալիս, որ մի անգամից չես դիտարկում, ասենք 6 միլիարդանոց ներդրում, այն թվերից մեկը, որ հնչեցել է 4.6-ից մինչև 8, չգիտեմ, միլիարդ, եթե մենք նոր VVR դնեինք, հա։ Այստեղ այսինքն կարելի է փոքրերով սկսել եւ հետս հետ է ըստ վճարունակության այդ մոդուլները ավելացնել։ Որոնք են թերությունները։ Թերությունները այն են, որ տեխնոլոգիան փաստացի փորձարկված չէ քաղաքացիական դաշտում։ Այդ փոքր ռեակտորները հիմնական հողի վրա դրված ընդամենը 2 հատ կա, իսկ հիմնական փորձը դա միջուկային սուզանավերն են, ատոմային սուզանավերն են, որոնք տասնամյակներ մեծ մասը գաղտնի պայմաններում են այդ տեխնոլոգիաները կառուցվել, հրապարակված տվյալներ նրանց արդյունավետության մասին չկա եւ շահագործման մասին չկա, եւ եթե պատվիրում ես 1 հատ SMR փոքրիկ, ինքը կարող է ունենալ նույնպես էլի 1.5 միլիարդի կարգի գին, որը շատ թանկ է, իր արտադրած էլեկտրաէներգիայի հզորության միավոր է։ Եթե որոշենք փորձել օրինակ։ Այո։ Ասենք հələ մի հատ տվեք, տեսնակ ինչ արում, բաց չի, էլի, բանիր չի։ Եվ դա հասկանում է նաև արտադրող կողմը։ Դրա համար ամբողջ աշխարհով այդ SMR արտադրող երկրները արտադրել ցանկացող էքսկլուժ արտադրել։ Այդ նույն Կորեան, ԱՄՆ-ը, Հնդկաստան եւ այլ, բոլորը որս են անում հիմա ջատագովների, որպեսզի ձևավորեն հնարավորինս մեծ խմբականակ պատվերների, որպեսզի սերիականի մոտ արտադրություն տնեն։ Որտեղ 1 հատ արտադրել, կոպիտ ասած այդ գործարանը 0-ից չպետք է մի SMR կառուցի, 1 ռեակտոր կառուցի։ Դրա համար այս ակտիվ դիվանագիտություն, որ մենք տեսնում ենք Հայաստանին, սիրահետում են այդ արտադրող երկրները փորձելով զավթելու մեր հետաքրքրությունը եւ գրավելու մեր մոտ պատրաստականությունը SMR ընտրելու որպես մեր հաջորդ միջուկային տեխնոլոգիա, դա շուկայի կոպիտ ասած շուկայավարական հնարք է, մարքեթինգ է։ Փորձում են ձևավորել մեծ խմբականակ պատվերի, որը այլ երկրներից էլ ձևավորել, որ դուք ունենաս ինչ որ 10-15 միանգամից փոքր ռեակտորի պատվեր, արդեն ինքնարժեք իջնում է, դառնում է խելամիտ։
Մեզ համար էլ է դա ձեռնտու։ Եթե այդ խմբականակը ձևավորի ու մենք ոնց որ այդ ընդհանուր ավտոբուսի մեջ նստենք բոլոր պատվերների հետ, մեր համար այդ փոքր ռեակտորը կլինի ավելի մատչելի ֆինանսապես։ Կրկնում եմ, պրոբլեմը այն է, որ մենք չունենք հրապարակված երկարաժամկետ, տեսած ռուսական ռեակտորները արդեն ունեն քանի համարյա 70 տարվա պատմություն եւ Հայաստան ունի դրանց շահագործման ավանդույթ, հա։ Հայաստանի առավելություններից մեկ միջուկային էներգետիկան մենը, որ մենք ունենք այդ միջուկային էներգետիկների ֆիզիկոսների այն բանակը, որ շատ երկրներ չունեն։ Այսինքն մենք այդ դրա հետ աշխատելու փորձ ունենք։ SMR-ը, մասնագիտական բնականաբար ինչ որ վերածած կա, որ կլինի նույնը, բայց մենք չունենք դրանց կառուցման եւ շահագործման ավանդույթ։ Աշխարհը չունի դրա հրապարակված հետազոտական բազա, որ մենք կարդանք, ասենք, ռիսկերը սա է, եկեք մենք կարդացինք բոլոր գրքերը, սովորեցինք, պատրաստեցինք մասնագետներ։ Կրկնում հրապարակված վիճակագրություն, քաղաքացիական փոքր եւ միկրոռեակտորների օգտագործման ցավոք սրտի այսօր չկա, այսինքն մենք նաև պիտի հասկանանք եւ ընդունենք, որ մենք պատրաստ ենք մասնակցել էքսպերիմենտի մեջ։ Դա ինձ համար մեծ թերություն է, որովհետև մենք այնքան փոքր երկիր ենք, կոպիտ ասած Չինաստան չի, որ մի պրովինցիայում դնի։ Մեր ամբողջ երկիրը այնքան փոքր է, որ մենք սխալների իրավունք չունենք։ Մյուս կողմից մենք չենք էլ մեր համար նաև սխալ կլինի դնել 1000 մեգավատանոց ռուսական VVR, դա էլ սպառելու տեղ չունենք եւ այն հսկայական ներդրում որ դա կպահանջի երկիրը արտաքին պարտքի տեսանկյունից կդապարտի մոտակա 50 տարին ուժ ոչ մի բանի վրա ներդրում չանել։ Իսկ եթե դիտարկենք էլի մեծ հզորության պատոմակայան տեղադրել, բայց փոխել գործընկերոջ, օրինակ այլ երկրի հետ համագործակցել, սա ինչ ռիսկեր ունի, որովհետև մի քանի տասնամյակի գործընկերության մասին է խոսքը լինելու այս դեպքում։ Օրինակ Միացյալ Նահանգների տարբերակն է, հա, քննարկվել իրենց մոտ էլ չէ, այդ հումքը միջնորդավորված են ստանում, արդյոք սա ավելի ապահով ու անվտանգ տարբերակ է լինում։ Այս վերջերս ինչ-որ տեղ փորձում էին հարցնել, թե ես ռուսամետ եմ, թե արևմտամետ եմ, ծիծաղս եկա, որ ես հայամետ եմ։ Ու երբ որ ես ինձ մտածում եմ այդ հարցի շուրջ, ախր հասկանաք, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ Միացյալ Ազգերի կազմակերպությունը իր բոլոր կոնվենցիաներով, բոլոր խաղաղարարական, մարդասիրական, քաղաքակրթությամբ արդեն դատարկ ունային կառույց է դարձել, որտեղ մենք տեսանք Արցախի պատերազմ, մենք տեսնում ենք ինչա կատարվում Իրանի հետ հիմա, մենք այլևս ապրում ենք մի հետ են գնացել մոտարապես ուշ միջնադար, երբ որ ուժեղ պետությունները պատրաստ են օգտագործել ցանկացած լծակ, ցանկացած թույլ պետություն իրենց հպատակեցնելու համար։ Դրանից չունեմ իլյուզիա, որ մենք ցանկացած երկիր, թող դա լինի, չգիտեմ, Մոզամբիկը, եթե մենք իրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերենք երկարաժամկետ առանցքային հումքի մատակարարման շուրջը, մենք ավտոմատ պիտի պատրաստ լինենք, որ դա դարձնում է իրանց ձեռքին լծակ։ Մեզ մանիպուլացնելու, մեր արտաքին, ներքին քաղաքականության, իշխանության, ընտրությունը ինչի վրա ուզես ազդեցություն գործելու։ Դրա համար միակ այլընտրանք մխիթար սպարապետ բաշխում ենք, հա, հնարավորինս մենք պիտի բաշխենք մեր արտաքին ռիսկերը ու դիվերսիֆիկացնենք մեր մատակարարման կանալները։ Ընդամենը 13%-ով են գազը դիվերսիֆիկացրել, բայց այդ խողովակն է Ռուսաստանի հսկողության տակ է, չէ՞, Իրան-Հայաստան գազամուղը մեր հսկողության տակ չի։ Եթե մենք նայում ենք այդ նույն հումքը, SMR-ներ, որ կառուցեցինք, մենք պիտի պատրաստ լինենք հասկանալու, որ այդ տեխնոլոգիան մատակարարողը հետևից մատակարարելով մեզ դրա հումքը, վառելիքը, որտեղ մենք ինքներս հարստացում չենք կարող անել։ Իդեպ, այդ էլ ժամանակին դիտարկվել է, որ միայն կանադական ռեակտորներն են, որ աշխատում են չհարստացված ուրանով։ Կարող է հիշեք, որ խոսակցություններ կային, որ Իրանում, ներողություն Սյունիքում կան ուրանի հանքերի հնարավորություն, որը մեր փոքր երկրի համար ուրանի հանք բացելը շատ վտանգավոր է, բայց չհարստացված օգտագործելու ուրան, եթե մենք դիտարկենք որպես արդյունահանող երկիր ուրանի, դա կարող է լինել միայն կանադական ռեակտոր, բայց եկեք մենք դրա մասին չենք խոսում ընդհանրապես էս։ Իսկ այլընտրանքային էներգիան եթե դիտարկենք, ինչ որ շրջանում բավական լուրջ զարգացում, ապրես բոլոր դրանից են խոսում մասնավորապես արևայինից, հիմա ինչ խնդիրներ կան, եթե չեմ սխալվում, այդ պաշարների կուտակման հետ է հիմնականում կապված խնդիրը, ինչ է պետք անել, որ այս ճյուղը, այս փոքր տոկոսը թեկուզ ավելի զարգանա։ Արևային էներգետիկան զարգացավ շատ ավելի արագ, քան պետությունը ակնկալում էր։
Այն թիրախը, որ դրված էր 2040 թվականի համար, մենք դրան հասանք մոտավորապես 2 տարի առաջ։ 1000 մեգավատի մոտավորապես։ Հիմա արդեն անցել ենք այդ թիրախը։ Ինչու՞մն է խնդիրը։ Արևային էներգետիկան զարգացավ, որովհետև դա տնտեսապես շահավետ էր էլեկտրաէներգիայի գործող սակագնի եւ ինքնավար էներգոարտադրողների համար գոյություն ունեցող արտոնություններ, որ պետությունը տալիս էր օրենսդրությամբ, այնքան գրավիչ էին, որ մասնավոր սեկտորը սեփական միջոցների հաշվին առանց պետությունից ոչ մի կոպեկ ստանալու, նո բացառությամբ այն բնակիչների համար, որ էներգոարդյունավետության սուբսիդավորված վարկեր կային, հատկապես ամենամերձ գոտիների համար։ Արևային էներգետիկան շեշտակի զարգացավ, կրկնում եմ, հիմնականում սեփական կարիքների համար մոտարապես մոտ 460-470 մեգավատը, իսկ մնացած շուրջ 820-830 արդեն կոմերցիոն կայաններ են, որոնք արտադրում են ու վաճառում են ցանցին։ Մենք խնդիր ունենք։ Խնդիր ունենք նրա, որ նախ արևային էներգետիկան եկավ 21-րդ դար, հայկական էլեկտրացանցերը մնացին 20-րդ դարում, տեխնոլոգիապես, ենթակառուցվածքների առողջությամբ, իրենց մոդեռնիզացիան բավական դանդաղացված էր եւ արևային էներգետիկան հետի համար դարձավ անհարմարություն, որտեվ այդ էլեկտրաէներգիան արտադրվում այն ժամերին, երբ որ ցանցը դրա կարիքը չունի, հա, արևային էներգետիկան լուսավոր ժամերին է արտադրվում, իսկ մենք հիմնականում սպառում ենք էլեկտրաէներգիա մութ ժամերին, չէ՞, դա նորմալ է։ Եվ տեղաբաշխման, փոխանցման, ռեակտիվ կորուստների եւ տեխնիկական խնդիրներ կան, որոնք հայկական էլեկտրացանցերի համար արևային էներգետիկան սարքեցին անհարմարություն։ Եվ այստեղ արդեն ստիպված, որպեսզի ցանցը պաշտպանեն, որպեսզի պաշտպանեն մեր արտադրող կայանները, հա, խոշոր հեկերը, ատոմակայանը, որոնց հետ արևային էներգետիկան սկսեց մտնել մրցակցության մեջ։ Պետական կարգավորման դաշտը ստիպված սկսեց նվազեցնել այն արտոնությունները, որ տալիս էր արևային կայաններին։ Տրամաբանական նորմալ ուշ թե շուտ բոլոր երկրներում այդ հագեցման փուլը գալիս է, որ ասեն մենք ուզում ենք խթանենք, արո խթանեցինք, բրծանք կառուցվեց, հիմա բոլոր քաղցր նվերները պետությունը հետ է քաշում, որովհետև մենք էլ չենք ուզում, որ սենց տեմպերով զարգանա արևային էներգետիկան։ Այստեղ արդեն բնակիչները կամ փոքր բիզնեսները, խոշոր բիզնեսները, որոնք ուզում են շարունակել էլեկտրաֆիկացնել իրենց էներգասպառումը եւ մնալ էժան էլեկտրաէներգիայի եւ անկախության դաշտում, արդեն պիտի հասկանան, որ ցանցը իրենց ավելցուկ էլեկտրաէներգիան վերցնելու ցանկություն ու կարիք չունի։ Ապա ինչ անել՝ կուտակիչ։ Կուտակիչը ներդրում է պահանջում միանշանակ, հա, ակումուլյատորներ, մարտկոցներ, կուտակիչ մարտկոցներ, այդ էլեկտրաէներգիան կուտակելու, պահելու եւ օգտագործելու այն ժամերին, երբ որ դուք դրա կարիք ունեք։ Կոպիտ ասած նախորդ կարգավորման ժամանակ, որը դեռ միաժամանակ ուժի մեջ կմնա, մենք սեփական արևային կայանը, եթե երեկոյան առավոտյան տանը մարդ չկա, բայց ամբողջ ցերեկ էլեկտրաէներգիան արտադրվում է, դա գնում էր ցանց, եւ մենք երեկոյան դա ոնց որ ի պահ էինք տալիս եւ երեկոյան հետ էինք վերցնում։ Հիմա դա հետս հետ է, պիտի վերանա դա, եւ եթե դուք ուզում եք պահ տալ, դուք պիտի ներդրում կատարեք սեփական ակումուլյացիոն հզորության մեջ եւ հետո դա օգտագործել երբ ուզում եք։ Ցավոք սրտի, ինչ որ կախարդական լուծում մեր այս փոքր ռեակտոր, ռուսական գազ, իրանական գազ, կրկնում, եթե մենք նայում ենք մոտակա 5 տարվա տակտիկական լուծում, մենք կարող ենք երկար դրա մասին խոսել, բայց եթե մենք խոսում ենք երկարաժամկետ կտրվածքով, բոլոր հանածո վառելիքի գները ուշ թե շուտ, սխալ տերմին առհասարակ, պիտի բարձրանան, որտեղ իրանք սպառվող են, վերջանալու են։ Հետս հետ այդ դեֆիցիտը ինչպես սրվում է, այդպես գները բարձրանում են, նայեք, սկսել ենք $67, հետո $97, հետո 105, հետո 165, հետո 185, հա, 1000 խորանարդ մետրի։ Ինչի, որտեղ դա սուղ ռեսուրս է, որի արդյունահանումը, տեղաբաշխումը կապված է ամեն անգամ ավելի խորը խողովակաշար փորելու, արդյունահանելու եւ արդեն պատերազմող գոտիներով իրար մատակարել, որտեղ աշխարհը ամբողջ կրակի մեջ է։ Եվ այդ պարագայում, եթե մենք ռազմավարական ենք մտածում, մենք չունենք այլ ընտրանք վերականգնող էներգետիկան։ Այո, մենք պիտի արտադրենք, այո, մենք պիտի կուտակենք եւ հայկական էլեկտրական ցանցերը պիտի քայլեն մեր հետ համընթաց։ Այլապես մենք անդադ խութեր եւ խոչընդոտներ ենք ստեղծելու արդիականացմանը այն վերականգնող էներգետիկա, ասենք այսօր չէ՞ որ մենք ունեինք նաեւ 90 մեգավատանոց 2 հողմակայանի մասին խոսակցություն, եթե դրանք արտադրենք ինչ ենք անում։ Եվ էլի
կարևոր բաղադրիչ է, որ շարքային քաղաքացին չի մտածում դրա մասին, բայց դա ուղիղ անդրադարձ ունի շարքային սպառողի վրա։ Ինչպիսին է մեր հնարավորությունը արտահանելու։ Մմ, Նայեք, մենք խոսում ենք կախվածի, կախյալի դերով, որ մենք ներմուծում ենք, մենք իրանցից կախված ենք։ Բայց չէ որ մենք կարող էինք Արտեմից, արդեն նոր նշեցի, մենք ունենք արևային էլեկտրաէներգիա գերարտադրություն։ Եվ այստեղ ինչքան որ էներգահամակարգը պետք է էլեկտրական ցանցերը մեր հետ համընթաց քայլեն, մեր հետ համընթաց պետք է քայլի դիվանագիտություն էներգետիկ։ իսկ մեծ ռեսուրս է պահանջում այդ ենթակառուցվածքները եւ ամեն ինչ ստեղծել Ռեսուրսը արտահանման համար։ երկրորդային է, դիվանագիտությունն է թիվ 1։ Հմ, Ես իհարկե չեմ կարող մեր դիվանագիտական կորպուսի մասին կարծիք ունենալ, բայց Հայաստանը կկարողանա իր էներգետիկան շատ ավելի անխոցելի դարձնել, եթե մենք կարողանանք արտահանել դեպի Վրաստան եւ որոշ բանակցություններ կային, պայմանագրեր կային, բայց դրանք դե վրացական կողմն էլ չի որ շատ երջանիկ կա, որ շուկան բացի իր տարածքով Հայաստանից էլեկտրաէներգիան արտահանվի դեպի արևմուտք եւ իհարկե ընդլայնել Իրան դեպի Իրան Հայաստանի էլեկտրաէներգիա արտանետումը, որը նշանակի նաեւ գազի մատակարարման ծավալների մեծացում, այդ գազ էլեկտրաէներգիա բարտերի ծավալների մեծացումը, այդտեղ էլ արդեն 10 տարի է խոսում ենք դրա մասին, որ դեռ 15 թվականից ֆիքսված էր, որ այդտեղ պետք է գործեր արդեն նոր էլեկտրական ենթակառուցվածքներ, որոնք տեղափոխեին էլեկտրաէներգիա Իրան։ Բայց դրանց թե շինարարությունը, թե ավարտը աննորոշ անդադ հետաձգվում է։ Այսինքն ստեղ կա դիվանագիտական կողմ Իրանի հետ մի քիչ ավելի բարեհաջողացում, իսկ Վրաստանի միջոցով դեպի արևմուտք արտահանումը, դեպի եվրոպական շուկա, դա կլիներ հրաշալի պարզապես, դա կլիներ տենց այն որ պատուհան կբացվեր, որ մենք անվերջ արտադրեինք մեր արևային էներգետիկայի բավական մեծ չօգտագործված պոտենցիալը շարունակեինք եւ հողմայինը շահագործել, իմանալը որ ցանկացած ավելցուկ այն որ ասեմ օրինակ մենք ունենք ցերեկա ավելցուկ, հա, այդ ավելցուկը պիկա, որը կարելի կլիներ էվակուացնել ու դուրս հանել երկրից, վաճառել եւ շահույթ ձևավորել, որի միջոցով նաեւ շարունակել կառուցել ներդրումներ անել եւ զարգացնել այլընտրանքային էներգետիկան։ Ինձ թվում է նաեւ խնդիր է, որ պետությունը օրինակ վիճակագրություն չի վարում գոնե թե պետական վերահսկողության տակ գտնվող կառույցների, դպրոցներ, հիվանդանոցներ, բանկապարտեզները որքան էներգիա են ծախսում առհասարակ։ Սա դա մի քիչ այդքան էլ այդպես չի, որովհետեւ էներգախնայողության առումով գտնեմ, կան չէ՞ ամբողջական No, վիճակագրություն իրականում կա, վարվում է։ որովհետև դեռևս 2008 թվականին մշակվեց ու ընդունվեց 10 թվականին առաջին էներգախնայողության գործողությունների պլանը, երկրորդ մշակվեց 15-17 թվերի համար, երրորդ մշակվեց, հիմա 4-ի վրա ենք աշխատում, սպասում ենք, որ կառավարությունը կդիտարկի արդեն ընդունման, բոլոր դեպքերում միշտ կա տեխնիկատնտեսական գնահատականներ, որոնք խոսում են էներգախնայողության պոտենցիալի մասին։ Բնակելի շենքերում արդեն ապացուցված է, որ պոտենցիալը 35-ից մինչև 60% է, հատկապես պանելային շենքերում։ Երկրորդը հանրային շենքերում մենք իրականում ունենք երկու վտանգավոր ծայրահեղություն։ Մի կողմից մենք ունենք գերջեռուցվող բավական շենքեր, որտեղ կա էներգախնայողության պոտենցիալ, դա մասնավորապես Երևանն է, որ հարուստ համայնք է, դպրոցները նորմալ ջեռուցում են, ունեն նորմալ ջեռուցման համակարգեր, բայց մենք նաև ունենք այլ ծայրահեղություն։ Մենք ունենք օրինակ Վարդենիսում դպրոցներ, որոնք 70%-ով թերջեռուցվում են։ Եթե խոսել էներգախնայողության պոտենցիալ մասին առհասարակ չի կարելի, դա խոսքը գնում է նորմալ ուսումնական process կազմակերպելու համար ջերմային հարմարավետություն ապավելու մասին։ Եվ եթե միտեղ մենք պետք է անհանգստանանք էներգասպառումը կրճատելու մասին, մենք մեր դպրոցների 30-40%-ով մենք ունենք մարզերի, ծայրամասերի, սահմանամերձ գոտիների, փոքր գյուղերի դպրոցներում մենք ունենք թերջեռուցման խնդիր, որտեղ դեռ մենք պիտի ապահովենք adekvat ջեռուցում եւ էներգարդյունավետություն միաժամանակ։ Հենց որ այդ խնդիրը շատ ավելի մեր կարծիքով խնդիր է, որտեղ մենք խոսում ենք կայուն զարգացման նպատակների մասին, բայց էներգախնայողությունը դա այն դեպքում, երբ որ դու ունես այդ էներգիան։ Իսկ եթե մենք ունենք գյուղերում դպրոց, որտեղ երեխաները տոպրակով աթար են հետները տանում դասի, որտեղ ծնողը անհանգստանում է, որ դասարանում դրած փայտի վառարանը բավական չի տաքացնի, երեխան կհիվանդանա։ Այս սրանց մասին չի խոսվում։ Եվ խնդիրներից մեկը հենց այդ հանրային շենքերում
էներգախնայության պոտենցիալ, հա պետական ապարատը նորմալ ջեռուցման կացայատներ ունեն, կոնդիցիոներներ ունեն եւ այլն, բայց դա ամենուրեք չի, որ այդպես է։ Կրկնում դպրոցների մասով մենք հետազոտություն ենք արել, թվայնացրել ենք էներգասպառման տվյալները եւ կարող ենք ասել, որ 1400 դպրոցներով շուրջ 37%-ը թեժերուցում է այսօր եւ չունի էներգախնայության պոտենցիալ, հակառակ ունի 21-րդ դարին հարիր ջեռուցման տեխնոլոգիայի կարիք, որից հետո մենք կխոսենք այդ պատերը ջերմամեկուսացնելու մասին։ Իսկ բնակելի շենքերը, այստեղ առաջընթաց կա էներգախնայող շենքեր կառուցելու առումով կամ կան բնակիչներ, ովքեր ինչ որ փոփոխություններ են առաջինարարական։ Հիմնական ոնց որ այդ գիտելիքի զարգացում, մշակույթի փոփոխություն տեղի ունենում տնային տնտեսությունների մակարդակում, այսինքն ովքեր որ առանձին ընտանիքներ, կամ իրանց սեփական տներում, կամ իրանց բնակարանների ներսում տեղադրում են ավելի լավ ջեռուցման սարքեր, հովացման սարքեր, օդավորակման սարքեր, բոլորը սկսել են հասկանալ LED լուսատուներ, լուսադիոդային լամպերը եւ ընդհանուր մի փոքր փոփոխություն կա։ Շենքային մակարդակով դեռ բավական ցածր է իրազեկվածության մակարդակը, նոր կառուցվող շենքերը ջերմամեկուսացում ունենում են այն դեպքերում, երբ որ ֆինանսավորման աղբյուրը թելադրում է նման պայմաններ։ Մենք ունենք միջազգային ֆինանսական կառույցներ, որոնք վարկավորում են կառուցապատողներին եւ այդ վարկավորման նախապայմանների հետ գալիս են նաեւ շենքի էներգարդյունավետության հանդեպ պահանջներ։ Այդ դեպքերում որ մենք տեսնում ենք, որ այդ նոր կառուցվող թաղամասերի մի մասը բավական նորմերին համապատասխան պատերը ջերմամեկուսացնում է։ Այնտեղ որտեղ դա մասնավոր սեկտորն է անում, մի քիչ ավելի քիչ է ջերմամեկուսացում, իսկ ինչ վերաբերում է գոյություն ունեցող բնակֆոնդին, այդտեղ էներգարդյունավետություն դե այս վերջերս ոնց որ ամփոփեցին արդյունքները ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կանաչ կլիմական հիմնադրամի միջոցներով շուրջ 100-ից ավել բնակելի շենք, 200-ից ավել հանրային շենք էին ջերմամեկուսացրել։ Ցուցանիշները ֆանտաստիկ են, հրաշալի 1, 2, 3 աստիճանը բարձրանում է տան ջերմաստիճանը, ջեռուցման ծախսերը 35-40%-ով կրճատվում է, բայց որ պահին դու հանում ես օգնությունը, այսինքն դեղելը ժամանակին եղել է մինչև 70% պետական սուբվենցիա, հետո իջավ 30% պետական սուբվենցիա, համայնքների իրանց կողմից են 10% տալիս, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 15% այդ կանաչ կլիմայական հիմնադրամից էր ֆինանսավորված, այսինքն բավական կողքից սուբսիդավորվում էր, ծրագրերը կյանքի էին կոչվում, բայց մինչ օրս դեռ չի ձևավորվել այն շուկայական պատվերը, որ ենթադրենք ովքեր որ բազմաբնակարան շենքերում են ապրում, ասենք պանելային շենք, այնքան բան կա դրանց մասին գրած, որ բաց ես կարդաս, գիտես, որ եթե դուք շենքով հավաքվեք, գնաք վերցնեք վարկ եւ ջերմամեկուսացնեք ձեր շենքի ֆասադը, տանիքը եւ նկուղի առաստաղը, ապա բոլորի ջեռուցման ծախսերը շեշտակի կկրճատվեն եւ ընդհանուր կարելի է մեծ ճշգրտությամբ հաշվել, թե որքանով։ Այնուամենայնիվ այդ ալիքը չի ձևավորվում։ Իր մտածողության հետ էլ կապված։ Բազմակի խնդիրներն են, մտածողության, վարկային փողերը թանկ են, մարդիկ դժվար են կազմակերպվում, դատարկ տներ ունենք, հետո համատեղ ինչ որ բան բազմաբնակարան շենքում իրականացնելը դա մշակութային անջրպետի այդ, այսինքն դարքի, ասենք Բալթյան երկրներում շատ ավելի հեշտ են մարդիկ իրենց շենքի վրա միասին գործ անում, քան ինչքան գալիս ենք ավելի արևելք, այնքան ավելի նվազում է այդ համախմբվելու, կոնսենսուսի գալու, միասին համատեղ գործ անել թեկուզ շաբաթօրյակ։ Դենց մշակութային բաներ կան, դրա համար եթե մենք ուզում ենք, որ Հայաստանը իրոք իր էներգետիկ անկախությունը բարձրացնի, մի տեղ որտեղ դա կարելի է ստանալ, դա հենց շենքերի էներգարդյունավետության շնորհիվ կես դարձնել գազի սպառումը ջեռուցման նպատակներով։ Իսկ դրա համար պետությունը պիտի ինչ-որ կերպ օգնի, աջակցի, բրդի, սատարի բնակֆոնդը, որպեսզի մարդիկ կարողանան համախմբվել եւ եթե չկա այդ բազմաբնակարան շենքերում այդ ինստիտուցիոնալ ռեսուրսն էլ չկա ինքնուրույն այդպես կապիտալ վերանորոգում կազմակերպելու, գուցե ժամանակն է, որ մենք բնակարանային գործակալություն ունենանք, որը իր վրա վերցնի այդ միջնորդի ֆունկցիան, իսկ միջազգային ֆինանսական կառույցները վաղուց ասել են, որ պատրաստ են դա փափուկ ֆոնդերով վարկավորել, եթե պետությունը ռեսուրս գտնի դա սուբսիդավորելու, ժամանակն է դա բերել նորմալիզացնել, բերել շուկա, դարձնել դա շուկայական։
Զրույցը ամփոփելով սովորական քաղաքացիները ինչ պետք է փոխեն իրենց մտածելակերպում կամ վարքագծում, եթե ուզում են այս գործին օգնեն, այսպես ասած։ Թեկուզ հենց նույն էներգախնայողության Սկսենք տրիվիալ բաներից։ Ինքներդ ձեզ հարց տվեք վերջին անգամ ձեր ջեռուցման կացան, երբ տեխնիկական սպասարկում անցել։ Մեր մոտ այդ ավանդույթը կա, որ սպասում ենք փչանան, որ վարպետ կանչենք։ Բայց այդ տեխնոլոգիան պահանջում է ամենամյա սանիտարական սպասարկում, այո, որտեղ երբ որ ինքը աղտոտված է, իր օգտակար գործողության գործակիցը իջնում է։ Եվ երբ որ պարզապես ինքը մաքրվում է, ստուգվում է, ինչ որ փոքր մասեր փոխվում են, այո, դա գումար արժի, պետք է գումար վճարել, որ վարպետը գա, մի հատ ընդհանուր կարգաբերի, հա, ռեգուլյորովկա ասած։ Այդ մեկ, դա պարտադիր պետք է ամեն ամառ անել մինչև ջեռուցման սեզոնի սկիզբը։ Երկրորդը ուշադրություն դարձրեք ձեր պատուհանին, եթե նույնիսկ մեր խոսույթում ասում են եվրոպատոն, այսինքն ապակե փաթեթ վակուումային պատուհանները մետաղապլաստից ունեք, դա չի նշանակում, որ իրանք հավերժական էներգոարդյունավետ են։ Նրանք նույնպես 2-ից 3 տարին մեկ պահանջում են տեխնիկական սպասարկում, պետք է կանչել վարպետ, որը նախ կկարգավորի բոլոր ծպեղները, հա, այդ պետլյաները կոչված, բոլոր կողքը ձևավորված, բացված ծածկեր նորից կլցնի կամ շինարական փրփուրով կամ սիլիկոնով կփակի բոլոր տեղերը, որտեղից դուք ունեք արտահոսք, եւ հերմետիկ փակվելու համար անհրաժեշտ բոլոր ռետինե մասերը կփոխի, որտեղ ցանկացած ռետինե դետալ ուշ թե շուտ կորցնում է իր առածկականություն, այսինքն ձեր պատանը որ փակ է, դա չի նշանակում, որ ինքը հերմետիկ է, եթե դուք իրան տեղադրել եք 4-5 տարի առաջ։ Դա էլ է կորստի պատճառ, հա։ Հետո արդեն վերաբերվել խնամքով օգտագործման ռեժիմներին։ Մի հատ հետ նայեք, մտածեք, քանի բան եք տանը միացրած թող, երբ որ դուրս եկեք։ Չէ՞ որ այն բոլոր սարքերը, որոնց լույսը վառվում է, երբ որ մենք տանը չենք, գումարային ամսական 3%-ն են սպառում մեր էլեկտրաէներգիայի։ Իսկ այդ կիլովատ ժամ որ եկե հասելա ձեր տուն, ճանապարհին 8-ից 12% կորուստ է տվել եւ արտադրվել է էներգակայանում, որի ՕԳԳ-ն ընդամենը 52-53%։ Ցանկացած բան անգամ վարդակի միացրած թողնել։ Այո, եւ այդ ավանդույթը մենք ամեն ինչ հոսանքազերծելու չունենք։ Հիմա արդեն 21-րդ դարնա խելացի տեխնոլոգիաներ կան։ Կարելի է շատ փոքր ներդրումով, ասենք մի 30-40 հազար դրամ ներդրումով, սկսել տեղադրել խելացի կառավարման վահանակներ, որոնք տանը ունենալով դուք կարող եք ձեր ջեռուցման համակարգը միացնել դրսից։ Կոպտասից տնից դուրս եկաք, ջեռուցում անջատեք։ Եթե դուք երեկոյան գալու եք, ինչ եք դուք այդ 22 աստիճանը տանը պահում։ Ժամը 5-ին միացրեք, որ երբ որ ընտանիքով կգաք տուն 6-ին կամ 7-ին, տունը արդեն պատրաստ կլինի ձեզ դիմավորելու մաքսիմալ հարմարավետության պայմաններում։ Նման եւ նույնը լուսավորության կարգավորիչները, սենսորներ եւ այլն։ Մենք բոլորը ոնց որ արդեն ընդունել են, որ արհեստական բանականությունը այստեղ է, չէ՞։ Իսկ խելացի տեխնոլոգիաները ավելի շուտ էին եկել։ Եկեք փորձենք խնայել ամեն կիլովատ ժամ մեր պետության ոչ թե էներգետիկ ազգային անվտանգության համար գերկարևոր է։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։